Դե անուններ տվեք, ովքեր են այդ ՔՊԱ-ականները, որոնք ձեզանից ակնկալել են ապօրինի ինչ-որ արտոնություններ ու դուք չեք գնացել դրան։ Իսկ ինչի համար անուններ տամ։ Կարիք չկա անունները տալու։ Միևնույնն է, հան ես ասում եմ, հանրությունը պետք է իմանա, որ այդ կուսակցության անդամներն են եղել։ Ընդ որում շատ տարբեր եւ հետաքրքիր առաջարկներ։ Օրինակ կաշկանդված չեմ։ Ձեզ մեղադրում են ես ասեմ ավելի տալու համար Աչուձապ նախորդ ավականունիստի։ Այդ փոխքաղաքապետը ձեր անուններ տալի ձեր խմբակցության անդամը։ Հարցը գնչեցնեք։ Հարցը Դուք ասում եք այսպես ձեր լավ կառավարման մասին եք խոսում բանալության, բայց ԿՊԱ-ականները դեռ ազնիվ կառավարման մասին եք խոսում, քրեական գործերի մասին եք խոսքը, լավ կառավարումը ժողովուրդն է գնահատում։ Ես ինքս իմ մասին չեմ ասում, օ, տեսեք ինչ լավ է կառավարում։ Քաղաքապետն է Աչուձապ թույլտվություններ տվել, քաղաքը սարքել է շինարարական։ Ուրեմն նախ շատ կարևոր է այստեղ նշել, որ կառավարությունը ահավոր մեծ ջանքեր գործադրում, որպեսզի լինի շինարարական բում, բայց այնուամենայնիվ անկախ դրանից, քանի որ թիմը մեր Երևանի քաղաքապետարանն է, այսինքն առաջին անգամ երևի Հայաստանի պատմության մեջ եղել է անկախ, այսինքն ոչ ոք չէր կարող ինչ որ մեկին հանել աշխատանքից կամ նշանակել աշխատանքի կառավարությունից կամ թեկուզ հենց երկրի ղեկավարը, չէին կարող ինչ որ գրառման համար մեկին հանեին, չնայած ցանկությունները այդպես լինում էր, ինչ-ինչ պատճառներով քաղաքական դիրքորոշման հանեին, քաղաքական դիրքորոշման համար հանեին մարդկանց։ Սա միակ 3 տարիներ Հայաստանի պատմության մեջ, ըստ իս կարծում եմ, եթե եղել են այլ այդպիսի դեպքեր, խնդրում թող արձանագրվեն, որ թիմը տեղական ինքնակառավարման մարմին եղել է տեղական ինքնակառավարման մարմին եւ գործել է անկախ, 100%-ով անկախ։ Բայց վերադառնալով ձեր ասածին, կան օրենքներ եւ ես աշխատել եմ օրենքներով։ Օրենքներում հստակ գրված է, եթե մարդուն կամ քաղաքացուն կամ ինչ որ ընկերությանը հասնում է ինչ որ մի շինթույլտվություն, ինքը օրենքով, ինքը շինթույլտվությունը պետք է ստանա։ Եթե չի հասնում, ինքը չի ստանում։ Ես օրենսդիր մարմին չեմ։ Ես մարդ եմ, որը կատարում է օրենքները։ Եվ նաև դրա պատճառով, որ մինչև օրս ոչ մի այսպես ասած ձեր ասած այդ քրեական գործ կամ չգիտեմ ինչ որ վարույթներ չկան, ինչու, որովհետև եւ քննչական մարմինները եւ այդ ստուգող մարմինները շատ լավ տեսնում են, որ ես գործել եմ 100%-ով օրենքի սահմաններում, չգիտեմ, այդ արդեն իրենց հետ, ես գործել եմ օրենքի սահմաններում, սա շատ կարեւոր է, այո, մեր օրենսդրությունը շատ փոփոխման տեղ ունի, շատ, հենց թեկուզ կառուցապատման ոլորտում։ Եվ նաև դրա համար ենք մենք գնում ընտրությունների, որովհետև իրական որոշումները եւ իրական խնդիրների լուծումը նաև պարլամենտում են։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում եւ Telegram-ում։